Եթերում քաղաքապետարանի ժամի 2011 թվականի առաջին շաբաթվա առաջին թողարկումն է, բարև ձեզ։ Համայնքի սեփական եկամուտների հավաքագրման համար 2010-ը հաջող տարի է եղել։ Երկար տարիների ընդմիջումից հետո քաղաքապետարանի հավաքագրումների ցուցանիշը բարելավվեց։ Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում պատրաստվում են այս տարի ևս ապահովել հավաքագրման 100% ցուցանիշ։ 2010 թվականին համայնքի սեփական եկամուտները կազմել են 60 միլիոն դրամ, բյուջեով նախատեսված գումարը հավաքագրվել է 100%-ով, և սա անցնող տարվա քաղաքապետարանի գլխավոր ձեռքբերումն է։ 2011-ի համար քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում նախատեսում են հավաքագրել 3 միլիոն դրամ ավելի։ Փոքր ավելացում ա եղել, քանի որ այս տարի առաջ անգամ փոխադրամիջոցի գույքահարկը ուրեմն կատարվեց 101%-ով, 2011 թվականի համար մի փոքր ավելացրել ենք գումարը, մեկ է գովազդի տուրքն ենք մի փոքր բարձրացրել, եկել է 63 միլիոն։ Հավաքագրումների համար տարին բարենպաստ է եղել, սա արդեն փաստ է, իսկ թե ինչպես են հասել այս հաջողությանը, պատմում է եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետը։ Ենք մարդկանց հասցնել են գիտակցության, որ եթե այդ հարկը վճարում են, դա ոչ մեկի գրպանը չի գնում եւ պետությանը չի գնում, դա հենց գնում է մեր համայնքին։ Ու Փառք Աստծո, մեծ մասն արդեն այդ մտքի են եկել ու վճարում են արդեն մազ-մազ, գույքահարկի առումով 100% խնդիր չենք ունենա 2011 թվականին։ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի հավաքագրողներն արդեն հունվարի 10-ից կսկսեն օղու և ծխախոտի վաճառքի թույլտվության փաստաթուղթ տրամադրել դրանց առևտրով զբաղվողներին։ Այստեղ ևս խնդիրներ են առաջանում, նշում է բաժնի պետը։ Իրանք վաճառում են, դեռ հարկային բաժնի տեսուչն է, մի 5 անգամ գնում է խանութ, նոր վերջում համոզելով լիցենզիան վերցնում, բայց արդեն վաճառում։ Ինչպես անցնող տարի, այնպես էլ այս տարի հավաքագրման ամենացածր ցուցանիշը հողի հարկից է։ Ալավերդցիների հողի հարկի պարտքը քաղաքապետարանի կազմում է 50 միլիոն դրամ, որից միայն 40 միլիոնը բաժին է ընկնում ակներ և սանահին գյուղական թաղամասերին։ Հողի հարկի կուտակված պարտքերից ազատվելու համար քաղաքապետարանում արդեն ծրագրեր են մշակում։ Ամենացավոտ խնդիրն էլ նա, որ սանահին գյուղում եւ ակներում բոլորս է գիտենք, չեն զբաղվում ոչ անասնապահությամբ, ոչ հողագործությամբ։ Էլի որքան հնարավոր է գանձումները կատարում ենք, ինձ թվում է, որ եղանակներ կմշակվեն, որպեսզի 2011 թվականին հողի հարկի առումով նույնպես խնդիր չունենանք։ Անցնող տարվա հավաքագրման 100% ցուցանիշը կպահպանվի նաև այս տարում, խոստանում են եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում։ Նրանք ասում են, թե դժվար է սկիզբն էր և արդեն 2011-ին հավաքագրումները կլինեն նախօրոք սահմանված գրաֆիկով, հավասարապես կվաշված կլինեն ըստ եռամսյակների։ Հունվարի 6-ին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ և տեղի ունեցավ ջրող ներքի արարողություն։ Արդեն հայտնի է նաև եկեղեցու այս տարվա խաչքավորի անունը։ Սուրբ Գրիգոր Նարեկացու այս տարվա խաչքավորը Base Metals ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանն է։ 9-ամյա եկեղեցու արդեն 9-րդ խաչքավորին ընտրում է եկեղեցու հովիվը, հաշվի առնելով առաջին հերթին նրա մարդկային հատկանիշները։ Խաչքավորը նախ պիտի լինի քրիստոնյա անդամ եկեղեցու, առաքինի, պարկեշտ, եկեղեցուն եւ իր հայրենիքին նվիրված եւ նաեւ իր գործերով մինչ այդ ապացուցած, որ ինքը եկեղեցու եւ հայրենիքի կողքին է։ Եվ ընդհանրապես ընտրում է քահանան, նայում է շրջապատը, տեսնելով ով է այն մարդը, որ կարող է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը։ Եկեղեցու այս տարվա խաչքավորը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է զգում։ Հիմա Արթուր Մկրտումյանը եկեղեցուն ավելի մոտ է կանգնելու ու էլ ավելի է օգնելու։ Շատ պատվավոր կոչում է եւ իսկապես որպես հայ քրիստոնյա մարտանատականություն մեծ պատասխանատվություն է առաջի հերթին եւ կփորձենք այդ ժամանակահատվածում ել ավելի օգտակար եւ պիտանի լինենք մեր համակարգացիներին եւ ինչու՞ չէ նաեւ մեր եկեղեցուն։ Հունվարի 6-ին առօրյա ողջունին փոխարինել են այս բառերը։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ մեզ եւ ձեզ Սուրբ Ավետիս։ Սուրբ Ծնունդի կամ նույն եթե Աստվածահայտնության Սուրբ Պատարագ մատուցվում է քրիստոնյա աշխարհի բոլոր եկեղեցիներում։ Սուրբ Ծնունդին նախորդ օրը երեկոյան Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որից հետո հավատացյալները օրհնված մոմերը իրենց հետ տարան տուն։
Սուրբ Ծննդյան տոնը հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր տոնն է։ Սուրբ Պատարագին մասնակցելուց առաջ հավատացյալները նաև կարճատև պաս են պահել։ Պատարագի ավարտին նաև ջրօրհնեքի կարգ տեղի ունեցավ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։ Ավետարանում պարզացվում է, որ Քրիստոս իր ծննդյան օրը 30 տարի հետո եկավ մկրտվելու։ Եվ քանի որ մենք ծնունդ ընդունում ենք իբրև հունվարի 6-ին եւ 30 տարի հետո Քրիստոս եկավ մկրտվելու, նշանակում է նույն օրը նաև մկրտվեց։ Հայ եկեղեցին հավատարիմ մնալով այդ հին կարգին, Սուրբ Ծնունդը եւ մկրտության հիշատակը կատարում են նույն օրը հունվարի 6-ին անփոփոխ կերպով։ Նարինեի համար եկեղեցական բոլոր տոները նույնքան սիրելի են, որքան աշխարհիկ տոները։ Նարինեն ամեն տարի պաս է պահում, կիրակի օրերին պարտադիր եկեղեցի է գալիս մասնակցելու պատարագին։ Շատ գովելի է, որ արդեն ժողովրդի հոսքը շատացել է եկեղեցի։ Եկեղեցական տոները շատ գեղեցիկ տոներ է, շուտով մեծ պասն է սկսվում ու լավ կնի, որ մեր ժողովուրդը պահեն այդ ամեն օրենքները հաճախեն եկեղեցի։ Դրա պակասը շատ կա, իհարկե պահում ենք։ Իրենց հետ օրհնված ջուր տուն տանելու համար են շատերը եկեղեցի եկել։ Ասում են ջուրը օգնում է բուժվել հիվանդներին, բայց այդ նաև հեռու է պահում չար աչքից։ Խմելու ենք, տան անկյուններում ցանելու ենք, ծաղիկների տակ լցնելու ենք։ Ինչ որ ջուրն էլ իր խորհուրդն ունի։ Ասում են նույնիսկ հիվանդներին կարելի է խմեցնել բուժելու համար։ Ընդհանրապես ես միշտ էլ հավատում եմ, պարտադիր չի, այսօրը չեմ մենակ հաճախում, միշտ էլ հաճախում եմ, հետո ես որ ծնվել եմ հաղպատում ու միշտ այնտեղ աշխարհի բոլոր կողմերից են գալի, աղոթում, ես ոնց կարամ անհավատ լինել, ես ընդհանրապես, եթե չեմ էլ գալի, ամեն կիրակի օր մոմ եմ վառում ու աղոթում Աստծուն։ Ընդհանրապես արդեն սկսել են հաճախել, ինչ մի եկեղեցի չկար, չէին հաճախում, ինչ եկեղեցին ելելա, հաճախակի այցելում ենք։ Կարծում եմ ամեն քրիստոնյայի համար պարտադիր է։ Կարծում եմ, ես ամեն տարի գնում եմ Երևանում, ենք Սուրբ Սարգսեի գնում, ստեղ եմ գալի։ Այս տարի Սուրբ Ծննդյան պատարագ կմատուցվի նաև Սանահինի եկեղեցում, ինչպես նաև Աքորու Սուրբ Գևորգ եկեղեցում։ 2010 թվականին Ալավերդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 381 երեխա, իսկ 2010-ի առաջին շաբաթի ընթացքում ծնվել է 7 նորածին։ Ծննդատան առաջնեկը աղջիկ է, սա ուրախացնում է ծննդատան աշխատակիցներին, ովքեր թեև սնահավատ չեն, բայց իրենց փորձից գիտեն, տարին խաղաղ է լինելու։ Մանկական բուժքույր Սեդամ Օսինյանի 38 տարվա աշխատանքային փորձը հուշում է 2011-ը խաղաղ տարի է լինելու։ Ալավերդու մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի առաջնեկը այս տարի աղջիկ է։ Ընդհանրապես ասում է, եթե տարին աղջիկներով է ծնվում, խաղաղ տարի է, իսկ եթե տղաներով է ծնվում, կռվի տարի է։ Հիմա մեր մոտ 2 ծնունդ է ծնվել, 2-ն էլ էգական սեռի, նորմալ առողջ երեխաներ են, շատ ուրախ ենք, որ աղջիկներով է սկսվել։ Այս տարի ամանորի գիշերը տիկին Սեդան տան ընտանիքի հետ է դիմավորել։ Ասենք գիշերը աշխատանքի գնալու կարիք էլ չի եղել։ Այս տարվա առաջին մանկիկը այստեղ լույս աշխարհ է եկել հունվարի 3-ի գիշերը միայն։ Պատրաստ չեն լինում ծննդատուն գալու, այդ օրերին տոնածառի տրամադրության, նոր տարվա տրամադրության տակ են, բայց մեզ համար աշխատանքը կա, մեր նոր տարին սկսվում է ծննդատնից եւ մենք դրա համար շատ ուրախ ենք, անկախ նրանից, որ մեկս էլ որ սմենենք, շատ սիրով գալիս ենք, նախապես նոր տարվա պատրաստությունը ավելի շուտ ենք սկսում։ Փոքրիկ Լուիզան լույս աշխարհ է եկել 2 կիլոգրամ 200 գրամ քաշով։ Իր ընտանիքում նրան դեռ 2010-ին էին սպասում, սակայն փոքրիկը որոշեց ամանորյա նվեր մատուցել, հատկապես մայրիկին։ Ճիշտն ասած, չենք սպասում, որ այս թվին պետք է ինքը ծնվի։ Մենք իրան դեռ 10 թվին սպասենք, բայց ինքը երևի տեն ցանկացավ։ Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 2009-ին լույս աշխարհ է եկել 339 երեխա, 2010-ին 381, այսինքն 42 երեխա, ավել քան նախորդ տարի։ Ամանորը գրեթե միշտ աշխատավայրում դիմավորող մարդկանց շարքից է նաև բժշկուհի Լորա Սարգսյանը։ Անցած տարի ամսի 2-ին ենք ծնունդ ունեցել, այս տարի 3-ին մեղմ ենք տարին մտել հանգիստ, առանց պաթոլոգիայի, նորմալ կրկնածիններով, աղջիկներով։
Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հունվարի 4-ին արդեն 4 նորածին կա։ Բժիշկները հույս ունեն, որ այս տարի ևս ծնունդների թիվը աճելու է։ Նրանց կարծիքով դրան նպաստելու է վերանորոգված եւ ժամանակակից բույսսարքավորումներով հագեցած մասնաշենքը, որտեղ տեղափոխվելու են այս տարի։ Անցնող տարվա ընթացքում Ալավերդու արտակարգ պատահարները գրանցվել են միայն հրդեհների տեսքով։ Հրշեջ փրկարարական ջոկատի համար տարին նշանավորվել է գրանցված հրդեհների աննախադեպ քանակով։ Նույնիսկ տարվա վերջին օրը հրշեջներն անց են կացրել հրդեհի դեմ լարված պայքարով։ 2010 թվականը Ալավերդու հրշեջ փրկարարական ջոկատի համար աննախադեպ է եղել։ Հրշեջների աշխատանքային պրակտիկայում մեկ տարվա ընթացքում երբեք հրդեհների նման քանակ չի գրանցվել։ 2010-ին նրանք մարել են տարբեր աստիճանի վտանգավորության 51 հրդեհ։ Սա այն դեպքում, երբ 2009-ին գրանցվել է հրդեհի ընդամենը 8 դեպք։ Ընդհանուր համաշխարհային մասշտաբով էլ եթե մենք նայենք եւ արտասահմանում Ռուսաստանում ինչ ահռելի քանակի հրդեհներ են տեղի ունեցել, նույնպես էլ Հայաստանը անմասն չի մնացել դրանից եւ մեր տարածաշրջանում եւ Հայաստանի մյուս մարզերում ահավոր քանակի հրդեհներ են եղել։ Տարվա ընթացքում գրանցված հրդեհների քանակը մի քանի անգամ աճել է։ Սա իհարկե անհանգստացնում է հրշեջ փրկարարական ջոկատի պետին։ Տարվա ընթացքում գրանցված հրդեհի 51 դեպքից միայն 34-ը գրանցվել է օգոստոս ամսին։ Աննախադեպ շոկ եղանակի հետևանքով բռնկումների դեպքերից շատերը հրշեջների համար պարզապես անմատչելի վայրերում են եղել։ Ուղղակի կան հրդեհներ, որ ֆիզիկապես հնարավոր չի մարել։ Եղել այդ բազմաթիվ զանգեր ենք ստանում այդ Կոշաբերդ հատվածի հրդեհների հետ կապված, ֆիզիկապես հնարավոր չի այնտեղ մարել, այնտեղ աշխատելիս են եղել բազմաթիվ աշխատակիցներ, անտարտեսության ներկայացուցիչներն են եղել։ Մենք մի անգամ բարձրացանք վերև, ոչինչ չկարողացանք անել, որտեղ բացարձակապես մեքենայի մուտք չկա։ Նույնիսկ տարվա վերջին օրն են հրդեհի ահազանգ ստացել Դսեղ գյուղում դեկտեմբերի 31-ին հրդեհ է բռնկվել անասնագոմում։ Պատճառը հրագործական նյութերն են, որոնցով տարվում են հատկապես երեխաները։ Վերջի տարիներին դա նորմա է դարձել, որ նման բաներ պետքա պարտադիր լինի, բայց լավ էր, որ այդ մեկ դեպք ենք ունեցել։ Նախկինում ավելի շատ են եղել պայթուցիկների հետ կապված, երևի արգելքների հետ կապված երևի ավելի քիչ է վաճառվել, քիչ են օգտագործել, դրա համար այդ մի դեպքն է եղել։ Տարին վաղուց արդեն ամփոփել ու ակտիվ աշխատանքի են անցել Ալավերդու բժշկական կենտրոնում։ Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում այստեղ շտապ օգնության 32 կանչ է սպասարկվել, հոսպիտալացվել է 7 հիվանդ, կատարվել է 2 վիրահատություն։ Շտապ օգնությունում ալիմենտար գաստրիտով մի կանչ է սպասարկվել։ Մնացած դեպքերը կապված են եղել ավելի շատ արյան ճնշման տատանումների հետ, ավելի շատ ունեցել ենք հիպերտոնիկ հիվանդներ, հիպերտոնիկ կրիզներ, մի հիվանդ տեղափոխվել է հիվանդանոց գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով։ Ինցիդենտներ չեն եղել, 2 տեղափոխություն Երևան ունեցել ենք, մեկը ազդրոսկրիվզիկի կոտրվածքի կապակցությամբ տեղափոխվել է տրավմատոլոգիա Երևան, մյուսը այրվածքային կենտրոն։ Հետտոնական շրջանին բնորոշ հիվանդությունները, որոնց պատճառը հիմնականում սննդային չարաշահումն է, ավելացել են։ Թունավորումներից խուսափելու համար բժշկուհի Գայանե Խաչատրյանը խորհուրդ է տալիս չափսոզել ու թափել տոնական սեղաններից մնացած ուտեստները։ Անհրաժեշտ է նաև օրգանիզմի բեռնաթափման օրեր սկսել։ Հնացած սննդամթերքը չուտեն։ Հետո տոնից հետո կարելի է բեռնաթափման օրեր անել։ Շաբաթվա մեջ գոնե մի օր, մի քիչ սպիտակ սուպեր ուտեն, խաշած կարտոֆիլ, կատնամթերքներ։ Բարեբախտաբար 2011-ի առաջին շաբաթվա ընթացքում պայթուցիկների հետևանքով առաջացած վնասվածքներ չեն գրանցվել։ Փոխարենը ավելացել է արյան ճնշման տատանումների դեպքերը, որոնք հատուկ են տոներից հետո։ Սա մեր վերջին տեսանյութն էր, կհանդիպենք հաջորդ 2 շաբթից տեսություն եւ ամենայն բացի ձեզ։